Խոսելով դետալների նկատմամբ ուշադրությունից, քիչ առաջ Factor TV նկատել է Տիկին Սարգսյան, որ դուք գրում եք նույնպես Հայաստանի Հանրապետության քարտեզի ֆորմայով կրծքանշանը եւ նշել էր անկուսակցական նախարարը նույնպես գրում է, տպավորություն ստեղծելով, թե Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության թեման դա կուսակցական թեմա է, մինչդեռ դա վերկուսակցական օրակարգ է, որը մեծ աջակցություն ունի մեր քաղաքացիների շրջանում, հատկապես մարզեր այցելելիս երևի խաղաղությունից այդ ամենամեծ պահանջարկը կրծքանշան նվեր ստանալն է, ամեն դեպքում շատ են մեզ այդ հարցով դիմում, բայց հիմա վերադառնամ բուն ասելիքիս, նախորդ շաբաթ ես հնարավորություն ունեցա ձեր համաժողովին մասնակցելու եւ Տիկին Սարգսյան հորդորում եմ ձեզ այն ֆանտաստիկ ֆայլերը, որով դուք վիզուալ ներկայացնում եք նախարարության կատարած աշխատանքը, դրանք նաեւ հանրության լայն շրջաններին հասանելի դարձնեք, որովհետեւ ձեր գերատեսչության ցանկացած փոփոխություն վերաբերել է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն, սկսած նորածնից, վերջացած ամենատարեցներով եւ փայլուն աշխատանք էր կատարված, շնորհավորում եմ ձեզ դրա կապակցությամբ։ Իհարկե մեր հասարակությանը հետաքրքրում է վիզաների ազատականացման օրակարգը եւ դուք նշեցիք, որ գործողությունների ծրագիր եք ստացել։ Ես ուզում եմ հասկանալ որպես օրենսդիր, ինչպես կարող եմ նպաստել նրան, որպեսզի օր առաջ մենք ունենանք ազատականացված վիզաներ, որովհետև վարչապետը երեք նշում էր Լառնակա Էժան Տոմսի առկայության մասին, դրան զուգահեռ կա մեկ այլ քննադատություն, այսինքն այդ փոփոխությանը զուգահեռ կա քննադատություն, առ այն, որ վիզաներ բարդ է ստանալ, չնայած որ մենք դեսպանատների հետ աշխատում ենք, առաջարկում ենք կիրառել մեխանիզմեր, որպեսզի հնարավորինս քիչ խարդախություններ լինեն, օրինակ տուրիստական կազմակերպությունը եւ այլոց կողմից, բայց շարունակվում է բողոքը, որովհետեւ այս էժան տոմսերը իհարկե մեծ պահանջարկ են վայելում հասարակության բոլոր շերտերի մոտ։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, նախ առաջին դիտարկման մասով ես կարծում եմ եւ համոզմունք ունեմ, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման տրամաբանությունը կուսակցություն չի ճանաչում։ Եվ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձ պարտավոր է ընդունելու, հարգելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ գործադրելու յուրաքանչյուր ջանք, որը որ կնպաստի ել ավելի զարգացնելու, ել ավելի շենացնելու Հայաստանի Հանրապետությունը, սա առաջին ընդգծումը։ Երկրորդը շնորհակալություն նախ համաժողովին մասնակցության համար եւ ձեր ուրույն դերակատարումը բերելու համար։ Անպայման սահիկաշարը կհանրայնացնենք եւ նաեւ ավելի լայն շրջանակով քննարկման առարկա դարձնելու հնարավորություն կտանք։ Ինչ վերաբերում է վիզաների ազատականացմանը, ես ասեմ, որ այս պահին հատկապես, երբ որ մայիսին ստանանք առաջընթացի զեկույցը, հիմնական օրենսդրական բլոկին է վերաբերում։ Դուք գիտեք, որ առաջիկայում նաև ազգային ժողովի քննարկման է ներկայացվելու խտրականության դեմ պայքարի ընդհանուր այն օրենսդրական փաթեթը, որը որ ունենք այս պայդրությամբ մշակված Արդարադատության նախարարության գործընկերների կողմից։ Մենք ներկայացնելու ենք նաև միգրացիոն ոլորտում կարևորագույն օրենսդրական փոփոխություններ, առիթ կունենանք քաղաքացիության ինստիտուտի հետ կապված խոշոր օրենսդրական փաթեթ քննարկելու եւ ես վստահ եմ, որ օրենսդիրը բավական մեծ ներդրում պիտի ունենա այս ամբողջ process-ում եւ շնորհակալություն մինչ այս պահ ունեցած համագործակցության համար, վստահ եմ, որ առաջիկա քննարկումներն արդեն թույլ կտան մեզ միասին նաև ժամանակացույց ունենալ քայլերի, որպեսզի օր առաջ կարողանանք process-ն ունենալ։ Գարնիկ Դանելյան։ Արձագանք ունի։ Տիկին նախարար, իսկ երբ ֆիզիկապես կկարողանանք ունենալ բիոմետրիկ անձնագրերը, ինչպիսի հաշվարկ կա այս առումով։ Տիկին Ղազարյան, ասեմ, որ մենք ջանք չենք խնայում, որպեսզի օր առաջ process-ը կարողանանք հանրայնացնել եւ ունենալ այդ փաստաթղթերը։ Նախատեսել ենք մեզ համար վերջնաժամկետ 26 թվականի աշունը, չեմ ուզում այս պայդրությամբ ամիս օր հաշվարկել, որովհետեւ նաեւ վարչապետի հետ որոշակի անելիքներ ունենք այս մասով քննարկումներ, վերջնականացումներ։ Ես ուզում եմ ուղղակի հավաստիացնել, որ վարչապետի գլխավորությամբ process-ը ամենօրյա ուշադրության կենտրոնում է, ամենադետալային հարցերը քննարկվում են, որպեսզի մենք ունենանք այն որակի կենսաչափական համակարգ, որը հարիր է Հայաստանի Հանրապետությանը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար